Միգուցե մենք պատկերացնում ենք ամերիկյան ոճի այդ մասնագետներին, կոնսուլտանտներին, որ բոլորը ասենց փողկապով, կոստյումով գալիս են միաժամանակ ասենց սուրճ ձեռքին, հարյուրավոր հարցեր են լուծում։ Պետք է միշտ մի քանի քայլ առաջ լինել։ AI-ը կշարունակի իր ճանապարհը, բայց էլի այդ ասենց ամպերը ինձ թվում է մի քիչ գիչնեն։ Մի փոքր դժվար է հիմա պատկերացնել, թե ապագա 5 տարի, 10 տարի հետո որոնք են լինելու պահանջված մասնագիտությունները։ Կարող են ուսանողները որպես օրինակ վերցնել։ Կարևոր է, որպեսզի դիմացինը նաև տեսնի եւ հասկանա, որ դու հարգում ես իրենց մշակույթը, երբ դու խոսում ես դիմացինի լեզվով, դա ամենակիչը շատ հաճելի է։ Արժի կարիերան սկսել խորհրդատվական ծառայություններով։ Սա թերևս ամենահետաքրքիր եւ ամենադինամիկ ոլորտներից մեկն է, որտեղ դու տեսնում ես շատ տարբեր բաներ։ Զուտ լավ մասնագետ լինելով ինչ-որ մի հարցում, դա դեռ չի նշանակում, որ դու կարող ես լինել լավ ղեկավար։ Ընկերներ, բարև ձեզ։ Դուք դիտում եք UFAR Alumni podcast-ը։ Մեր այսօրվա հյուրն է Ազատ Մանուկյանը, Grand Toronto ընկերության բիզնես խորհրդատվական ծառայությունների ղեկավար եւ գործընկեր։ Պարոն Մանուկյան, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այսօրվա մեր հյուրը հենց դուք եք։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես նույնպես ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Նախկինում այնպես է ստացվել, որ պարոն Մանուկյանը անձամբ ինձ դասավանդել է եւ ըստ դրա հարցերի ցուցակը շատ ավելի երկար է ստացվել, բայց առաջին հերթին կուզեմ զրուցենք հենց ձեր ինքնակենսագրականից։ Ես հենց LinkedIn-ով բացեցի, բոլոր պաշտոններով անցա եւ այնպես է ստացվել, որ Հայաստանի տարբեր կազմակերպություններում դուք ունեցել եք ֆինանսական գծով կամ ղեկավարման պաշտոններ։ HSBC բանկը, IU Networks-ը, Orange Armenian եւ վերջին 8-9 10 տարին դուք արդեն աշխատում եք Grand Toronto ընկերությունում։ Շատ հետաքրքիր կլինի լսել ձեր այդ մասնագիտական ճանապարհը ինչ ընդհանուր կետերով է անցել։ Մասնագիտական ճանապարհը սկսել է HSBC-ից, դեռևս մագիստրատուրայի առաջին կուրսում ուսումնառության սկզբում էր, երբ իմ ընկերներից բազմաթիվ մարդիկ եւ այդ թվում նաեւ ես ընդունվեցինք HSBC եւ դա կարծում եմ բավականին մեծ իրադարձություններ մեզ համար, որովհետև դեռ ուսանող լինելով կարծում եմ Հայաստանի բանկային համակարգի ամենալավ բանկերից մեկում աշխատանքի ընդունվելը շատ մեծ հաջողություն էր։ HSBC-ում մոտ 6.5-7 տարի աշխատել եմ եւ տարբեր պաշտոնների սպասարկումից մինչև ֆինանսական բաժնում տարատեսակ աշխատանքներ իրականացնելուց հետո արդեն տեղափոխվեցի Orange Հայաստան, որը էլի շատ հետաքրքիր միջավայր էր աշխատանքային եւ շատ հետաքրքիր փորձառություններ, որտեղ բավականին երկար տարիներ իմ ֆրանսերենի գիտելիքները եւ լեզվական գիտելիքները չօգտագործելուց հետո, որտեղ HSBC-ում դժվար էր օգտագործել, ընկա ավելի ֆրանկոֆոն միջավայր, որտեղ իմ ղեկավարները հենց ֆրանսիացիներ էին եւ ես ամենօրյա ռեժիմով նաեւ կարողանում էի օգտագործել ֆրանսերենը եւ նաեւ Orange Group-ի հետ բնականաբար անընդհատ աշխատանքային հարաբերությունների եւ կապի մեջ էի ու իրականում բավականին հետաքրքիր իրոք շրջան էր, որովհետև ես աշխատեցի մինչև Orange-ի եւ Ucom-ի միաձուլումը եւ այդ process-ի ավարտից հետո նոր տեղափոխվեցի այլ աշխատանքի։ IU Networks-ում շատ կարճ ժամանակ աշխատեցի, որից հետո էլի IT եւ betting-ի ոլորտում մի փոքր ժամանակ եւ արդեն տեղափոխվեցի Grand Toronto-ն, որը էլի շատ հետաքրքիր էր ինչով, որովհետև ես մինչ այդ աշխատել էի բիզնեսի, կարելի ասել, մի կողմում, եւ ինձ համար շատ հետաքրքրական էր խորհրդատվական բիզնեսը եւ կարծում եմ արդեն բավականին նաեւ փորձառություն ու գիտելիքներ կուտակել էի, որպեսզի կարողանայի անցնել բիզնեսի մյուս կողմը եւ արդեն զբաղվել խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ։ Պարոն Մանուկյան, ո՞րն է խորհրդատվական բիզնես մոդելի այդ հիմնարար տարը, որ ամենասկզբում ձեզ շատ դուր էր գալիս։ Միգուցե կան ուսանողներ, որ չեն պատկերացնում, թե ընդհանրապես խորհրդատվական ծառայությունները իրենից ինչ են ներկայացնում եւ հենց այդ կազմակերպությունները ինչ ծառայություններ են տալիս։ Խորհրդատվական ոլորտը շատ հետաքրքիր է եւ շատ դինամիկ է։ Միևնույն ժամանակ շատ պահանջկոտ,
որովհետև խորհրդատվությունը իր մեջ ներառում է բազմաթիվ էլեմենտներ եւ տարատեսակ խնդիրների լուծում է։ Փաստացի ամենակարևորը թերևս հասկանալն է եւ ճիշտ հասկանալն է հաճախորդի կարիքները եւ արդեն ըստ կարիքների տալ լուծումներ, տալ խորհրդատվություն, որը կբավարարի հաճախորդին եւ կբերի արդյունք։ Այսինքն սա հավելյալ արժեքի ստեղծում է։ Խորհրդատվությունը դա միջանկյալ, այսպես ասած, դերակատարում ունի բնականաբար եւ հիմնական խնդիրը այդ հավելյալ արժեքի ստեղծումն է հաճախորդի համար եւ կարիքների բավարարումը, եթե այսպես ձևակերպենք։ Երբ ասում եմ բավականին պահանջկոտ է, իրականում ճիշտ է եւ տեղին է, որովհետեւ իր մեջ ներառում է տարբեր դիսցիպլինաներ, ֆինանսներ, մարքեթինգ, research, շատ ավելի նեղ մասնագիտական բնականաբար ոլորտների հետ կապված խորհրդատվություն, բայց փորձառությունը շատ կարևոր է։ Դրա համար կարծում եմ նաև հետադարձայացք նետելով իմ անցած ճանապարհին որոշակի ոլորտներից հավաքած փորձառությունը եւ գիտելիքը կարծում ինձ օգնեց, որպեսզի կարողանամ հաջողել նաև խորհրդատվական ոլորտում։ Եթե տենց վերցնենք նման տիպի մասնագիտություն, համալսարանը ավարտելուց ոչ մեկ չի դուրս գալիս որպես խորհրդատու։ Խորհրդատուն դա մի մասնագիտություն է, որը իմ կարծիքով ժամանակի ընթացքում եւ փորձի հետ մեկտեղ տարբեր գիտելիքներ եւ նաեւ soft skill-եր, շատ կարեւոր է խորհրդատուի համար այդ soft skill-երը, այդ ամեն ինչը ձեռք բերելով կամաց կարողանում ես արդեն ձևավորվել որպես խորհրդատու։ Որոնք են ժամանակակից հայ խորհրդատու մասնագետի, կոնսուլտանտի այդ բնորոշ գծերը։ Միգուցե մենք պատկերացնում ենք ամերիկյան ոճի այդ մասնագետներին, կոնսուլտանտներին, որ բոլորը ասենց փողկապով, կոստյումով գալիս են միաժամանակ ասենց սուրճ ձեռքին, հարյուրավոր հարցեր են լուծում, ինչպիսի բնույթ ունի հենց հայ խորհրդատու մասնագետը։ Արդյոք այդ կերպարը համապատասխանում է մեր հայ իրականությանը, թե ոչ։ Ընդհանուր առմամբ կարծում եմ այո, իհարկե համապատասխանում է։ Ամեն մի միջավայր բնականաբար ունի իր որոշակի առանձնահատկությունները, բայց ընդհանուր առմամբ, ինչպես ասացի, բավականին դինամիկ է խորհրդատվական ոլորտը եւ նաեւ հետաքրքիր, որովհետեւ դու շփվում ես շատ տարատեսակ բիզնեսների հետ, շատ տարատեսակ ոլորտներից, երբեք նույն աշխատանքը կարելի է ասել չի կրկնվում։ Միշտ այդ աշխատանքը նույնիսկ եթե նույն գործն ես անում, բայց դու անում ես դա տարբեր հաճախորդների համար, տարբեր ոլորտների եւ դրանով հանդերձ շատ հետաքրքիր է եւ շատ դինամիկ։ Եթե խոսենք որակներից, կարծում եմ շատ կարեւոր է խորհրդատուի համար լսելու, հասկանալու ունակությունը եւ ճիշտ հարցեր տալու հատկությունը եւ միևնույն ժամանակ կրիտիկական մտածողությունը։ Կրիտիկական մտածողությունը բնականաբար շատ կարեւոր է ցանկացած աշխատանքում, բայց կարծում եմ խորհրդատուի համար առավել եւս կարեւոր է, որովհետեւ երբեմն դեպքերը այնքան պարզ չեն, կոմպլեքս են եւ դու պետք է կարողանաս տարբեր տեղեկատվությունը, տարբեր անալիզները իրար հետ համադրելով գալ ինչ-որ արդյունքի։ Եվ եթե չկա այդ կրիտիկական մտածողությունը, դժվար է լավ արդյունք տալը։ Այսօրվա դրությամբ բոլոր հաճախորդներն էլ, բոլոր բիզնեսներն էլ բավականին խելացի են, գիտեն ինչ են ուզում, եւ դրանով հանդերձ շատ ավելի է դժվարանում խորհրդատուի դերը։ Այսինքն դու պետք է այնպիսի մի լուծում առաջարկես, որը իրոք արժեք ունենա եւ պետք է կարողանաս իրապես լուծել հաճախորդի խնդիրը։ Այլապես հասարակ ձևով մոտենալ հարցին եւ հասարակ լուծումներ առաջարկելը բնականաբար չի բավարարի։ Իրենք նույնպես շատ լավ գիտեն այն ամենը, ինչ որ դու կարող ես առաջարկել եւ պետք է միշտ մի քանի քայլ առաջ լինել։ Հետևաբար պահանջկոտությունը նաեւ գալիս է կրթությանը, շարունակական կրթությանը, միշտ տարատեսակ գիտելիքներով զինվելուն, տեղեկացված լինելուն, որովհետեւ դու պետք է լավ տեղեկացված լինես թե Հայաստանի տնտեսությունից, թե համաշխարհային տնտեսությունից, հասկանաս ինչ է տեղի ունենում, Այդ ամեն ինչը շատ կարևոր է, որպեսզի դու ճիշտ լուծումներ կարողանաս մտքումդ գեներացնել եւ գալ ցանկալի արդյունքի։
Իսկ որքան ժամանակ է հարկավոր տվյալ կազմակերպության խնդիրը հասկանալու համար։ Տպավորություն կա, որ այդ աշխատակիցները, որ այդ կազմակերպությունում աշխատում են, միգուցե իրենք գիտեն, օրինակ, այս խնդիրները մենք ունենք եւ այլ կազմակերպությունից եկող մասնագետը պետք է ամիսներ ծախսի այդ հիմնախնդիրները հասկանալու համար։ Եվ վստահ եմ, որ իրավիճակը այլ է, շատ հետաքրքիր կլինի ձեր կարծիքը լսել։ Դա շատ կախված է ինչ խնդիր ես լուծում։ Ինչ տիպի պրոյեկտ ես իրականացնում, ինչ տիպի հաճախորդ է եւ ինչ կարիքներ ունի։ Այսինքն միանշանակ պատասխան չեմ կարող տալ, բայց երբեմն այո, նույնիսկ կարող է այն ընկերությունով դիմել է խորհրդատվական ծառայության համար, իրենք եւս իմանան թե որն է իրենց խնդիրը կամ դրա լուծումը, բայց օրինակ չունեն համապատասխան ռեսուրս դա իրականացնելու համար կամ չունեն բավարար ժամանակ դա իրականացնելու համար, դրա համար դիմում են խորհրդատուին։ Երբեմն երբ դու ներսում ես ընկերության, շատ ավելի դժվար է փոփոխություններ իրականացնել, իսկ խորհրդատվական ծառայությունների մի մասը թեևս նաև հենց այդ փոփոխությունների մասն է, հա։ Երբ դրսից նայում ես արտաքին այլ տարբեր ֆակտորներ հաշվի առնելով, երբ խորհրդատուն է նայում իրավիճակին, կարող է շատ բաներ նկատել, որոնք ոչ ներսում մարդիկ չեն նկատում, կամ նկատում են, բայց ի վիճակի չեն այդ փոփոխությունը բերելու շատ տարբեր պատճառներով։ Եվ արդյոք հեշտ է ստացվում ամեն անգամ այդ վստահությունը ստեղծել գործընկերների մոտ, որ իրենք ինչ-որ առումով նաև բացվեն եւ կարողանան տվյալները անաչառ կերպով ներկայացնել, որ հետո դուք ձեր թիմի հետ կարողանաք օգտագործել։ Վստահությունը շատ կարևոր է խորհրդատվական բիզնեսում բնականաբար եւ նաև խորհրդատուին ընտրում են հենց ֆակտորներից մեկը թերևս այդ վստահությունն է, հա։ Ինչ վերաբերվում է տվյալների տրամադրելուն, տվյալները էլի շատ կախված է պրոյեկտից, ինչ ծրագիր է իրականացնում։ Բայց բնականաբար դրա համար ստեղծված է համապատասխան միջավայր, թե տվյալների գաղտնիությունը ապահովելու համար, հա։ Բացերը նույնիսկ կարողանում եք ցույց տալ։ այս կոմպոնենտներով տվյալները հասանելի են։ Հիմա որ խոսենք շատ կմոռանանք ավելի մասնագիտական առումով, այո, կա օրինակ penetration test-եր եւ այլն, որտեղ դու մուտք ես գործում եւ համակարգերի բացերը ցույց ես տալիս, խոցելիությունը եւ դրանով, այսպես ասած, սպիտակ հակերների, հա, աշխատանք դες իրականացնում, որպեսզի կարողանաս բացերը ցույց տալ եւ հետո լուծումներ առաջարկել այդ բացերը համակարգերի թույլ տեղերը պաշտպանելու համար։ Բնականաբար այդ առումով մեր համակարգերը ունեն բոլոր պաշտպանվածությունը եւ մեր հաճախորդները մեզ վստահում են իրենց տվյալների տրամադրման հարցում։ Նույնիսկ այդ հարցով։ Վերադառնանք մի քիչ ակունքներ, շատ հետաքրքիր է լսել, թե որտեղից սկսվեց ձեր կապը ֆրանսիական մշակույթի հետ, ֆրանսերենի հետ եւ ինչ հուշեր ունեք ֆրանսիական համալսարանից։ Շատ լավ։ Տեղափոխվենք բավականին տարիներ, հա։ Ֆրանսերենի հետ իմ կապը շատ վաղուց է։ Ես ավարտել եմ ֆրանսիական դպրոց, ֆրանսիական թեկումով դպրոց եւ նաեւ ավարտել եմ երկլեզու դասարան, հա, որտեղ տարբեր առարկաներ՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն եւ մաթեմատիկա ուսուցանել եմ հենց ֆրանսերեն լեզվով։ Հայաստանում թերևս դա բացառիկ հնարավորություն էր եւ կար ընդամենը 2 թե 3 դպրոց ամբողջ Հայաստանում, իմ դպրոցը դրանցից մեկն է եղել եւ արդեն դպրոցական տարիների 8, 9 եւ 10-րդ դասարաններում մենք ամեն տարի քննություններ էինք տալիս, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատուններ ընդունում այդ քննությունները եւ վերջում ստանում էինք Ֆրանսիայի կրթության նախարարության կողմից սերտիֆիկատ, որով հնարավորություն ունեինք ֆրանսիական ցանկացած բու Ֆրանսիայում ընդունվելու առանց հավելյալ քննություններ հանձնելու։ Ֆրանսիան իմ առաջին լեզուն է եւ կապը ֆրանսիական մշակույթի հետ շատ ամուր է եւ շատ խորն է։ Հետո արդեն ֆրանսիական համալսարանը մի հատ եկավ, իմ ջարը շատ հետաքրքիր պատմություն կա, ես նախապատրաստական կուրսեր կար ֆրանսիական համալսարանում, որոշեցի շարունակել ուսումս ֆրանսիական համալսարանում, նաև պատճառներից մեկը զուտ ֆրանսերեն լեզվի, այսպես ասած, կիրառության շարունակականություններ, որպեսզի չկորի, բայց արդեն համալսարանում կրթության մակարդակը կարծում եմ բավականին ավելի լավ էր եւ իրականում շատ գոհ եմ եւ շատ շնորհակալ եմ, որ ավարտել եմ հենց ֆրանսիական համալսարանը, որովհետեւ համալսարանը տվել է
շատ կարևոր թե գիտելիքներ, թե ունակություններ, որոնք հետագայում արդեն աշխատանքի մեջ կիրառության մակարդակում շատ լավ կարողացա կիրառել եւ հասկանալի է, որ այն գիտելիքը, որ այն ժամանակ տվել էր ֆրանսիական համալսարանը, բավականին ակտուալ էր եւ բավականին մրցակցային էր։ Այս պահին էլ երբ նայում եմ իմ համալսարանական ընկերներին, շատ հպարտությամբ տեսնում եմ, որ բոլորը շատ կարևոր պաշտոններ են զբաղեցնում, շատ լավ իրենց աշխատանքի մեջ առաջընթաց ունեն եւ ինձ թվում է, որ ֆրանսիական համալսարանի դերը դրանում բավականին մեծ է եղել։ Ես նույնպես ձեզ հետ համաձայն եմ եւ որոշ առումով էլ հենց UFAR Alumni podcast-ի շնորհիվ մենք կարողանում ենք բոլոր այդ հրաշալի շրջանավարտների պատմությունները ներկայացնել։ Իրենք շատ զբաղված մարդիկ են, ինչպես եւ դուք, շատ երկար մենք փորձում ենք այս ազատ ժամը ունենալ, բայց կարեւոր է լսել այդ պատմությունները, որովհետեւ մասնագետներ կան, որ ավարտել են Հայաստանում չեն կամ Հայաստանում շատ top պաշտոններ են զբաղեցնում եւ շատ ուսանողների համար կարող է դիտարկվեն որպես օրինակներ, role model-ներ, որը որ կարևոր է մարդ իմանա, թե էլի այս նույն համալսարանից դուրս եկած մարդը այս պահին իհարկե տարիների փորձով հետեւյալ աշխատանքն է իրականացնում։ Վերադառնալով ձեր հենց հիմիկվա աշխատանքին, շատ հետաքրքիր է լսել, որպես գործընկեր Grant Thornton-ում դուք ինչ աշխատանք եք իրականացնում, հենց այս պահին, ինչ նախագծեր եք ղեկավարում, եւ նաեւ ես ֆիքսեցի, որ Մոնղոլիայում նույնպես մասնաճյուղ կա։ Հետագայում կուզեմ նաեւ մոնղոլական բիզնես մշակույթի մասին էլ զրուցենք։ Շատ լավ։ Խորհրդատվական բիզնեսում գործընկերոջ աշխատանքը բավականին բազմապրոֆիլ է։ Իր մեջ ներառում է թե բիզնեսի զարգացման ուղղված աշխատանք, թե պրոյեկտների ղեկավարում, թե մարդկային կապիտալի ղեկավարում, staff management, հաճախորդների հետ կապի հաստատում եւ այդ հարաբերությունների, ամրապնդում, այսպես ասած։ Նման է գործառնական տնօրենի պաշտոնին, թե սխալ կլինի այդ հետեւյալ զուգահեռը տանել։ Փոքր կազմակերպությունում կարծես թե այդ բոլոր ձեր նշած աշխատանքները նաեւ իրականացնի տնօրենը կամ գործադիր տնօրենը ինչ որ առումով կամ գործառնական տնօրենը, հետաքրքիր է խորհրդատվականում այդպես է թե ոչ։ Կարելի է ասել այո, որովհետև շատ իրոք բազմապրոֆիլ է, այդ առումով նաև բնականաբար մասնակցություն ընկերության ռազմավարության մշակմանը, ռազմավարության իրականացմանը, բիզնեսի զարգացմանը, այսինքն իր մեջ իրոք ներառում է տարատեսակ էլեմենտներ եւ ինչպես ասացի, քան որ խորհրդատուի աշխատանքի ինքնին բազմապրոֆիլ է, պատկերացրեք գործընկերոջ աշխատանքը ինչքան նաև բազմապրոֆիլ է, այդ առումով։ Վերջին աջակցող գիծը դուք կարծես թե լինեք բոլոր հարցերի համար, ինչ ուզում է լինի։ Տեսեք, գործընկերն է պատասխանատու ծրագրի համար, assignment-ի համար, այսինքն երբ աշխատանքը սկսում է եւ այն առաջին հանդիպումը տեղի է ունենում հաճախորդի հետ, մինչեւ վերջին հանդիպումը, երբ պրոյեկտը փակվում է, փաստացի գործընկերը ունի պատասխանատվություն այդ ամբողջ ընթացքում աշխատանքի իրականացման եւ որակով իրականացման, ժամկետներում իրականացման համար եւ բնականաբար հաճախորդի գոհունակության համար։ Նաեւ վերջի շրջանում տարբեր նորություններ էի կարդում, թե ինչպես է արհեստական բանականությունը ընդհանրապես փոխում խորհրդատվական ծառայությունների բնույթը։ Հետաքրքիր կլինի ձեզնից լսել, դուք անձնական ինչ մոտեցում ունեք արհեստական բանականությանը եւ արդյոք ապագայում խորհրդատվական ծառայությունները միգուցե այդքան մեծ պահանջարկ չունենան, որովհետեւ ինչ որ կազմակերպություններ ավելի զարգացած AI գործիքներով կարողանան իրենց խնդիրները լուծել։ Այսօր բնականաբար AI-ը արդեն մտել է մեր բոլորի կյանք եւ տարբեր ոլորտներ, տարբեր մասնագիտություններ, թերևս որոշ մասնագիտություններ արդեն կան, որ կարելի ասել, օրինակ դիզայնը, չգիտեմ, social marketing եւ այլն, բավականին AI-ը ունի կիրառելիություն եւ որոշ մարդկանց աշխատանքը նույնիսկ արդեն փոխարինում է, բայց AI-ը կարծում եմ պետք է դիտարկել այս բանը որպես գործիք եւ իր հետ պետք է կարողանալ էֆեկտիվ աշխատել։ Չեմ կարծում, որ խորհրդատուի աշխատանքը կարող է AI-ը փոխարինել, որովհետեւ իհարկե ինչքան է լավ աշխատանքային գործիք է, որի
միջոցով հնարավորություն ունես իրականացնելու որոնումներ, տարբեր իդեաներ քննարկելու եւ այլն կամ գեներացնելու, բայց դրանք կարիք ունեն մասնագիտական վերլուծության եւ մասնագետի կողմից վավերացման, այսպես ասենք, հա։ Բնականաբար խորհրդատվության ոլորտում էլ որևիցե կերպ օգտագործվում է AI-ը, մեր ընկերությունը ունի համապատասխան մշակած քաղաքականություն AI-ի օգտագործման համար, մասնավորապես քանի որ մենք գործ ունենք հաճախորդների հետ, հաճախորդների տվյալների հետ եւ հաճախորդներին տարատեսակ խորհրդատվության մատուցման հետ, այստեղ AI-ի օգտագործումը որոշակիորեն սահմանափակված է։ Մասնավորապես հաճախորդների տվյալների AI ներբեռնումը եւ այնտեղ քննարկումը սահմանափակված է, որովհետեւ այստեղ կա նաեւ տվյալների անվտանգության հարց եւ AI-ը թերևս հիմնականում օգտագործվում է, ես կասեի, ավելի որոնման եւ ինչ որ տարատեսակ ադմինիստրատիվ կարելի ասել աշխատանքների իրականացման համար։ Եվ կարծում եմ այդտեղ մրցակցության տեսանկյունից, եթե AI-ը տալիս է մի լուծում, թեկուզ ամենահստակ լուծումը լինի կոնկրետ հենց այդ տեսակի կազմակերպության կամ ավելի շուտ տրված համատեքստի համար, մրցակից ընկերությունը AI-ի հետ աշխատելով կարող է նույն խորհուրդները ստանալ ու կստացվի, որ AI-ը տալիս է այդ լուծումը, որը իրական իմպլեմենտացիայի տեսանկյունից արդիական չէ։ Բոլոր մրցակիցները կսկսեն նույն բանը անել ու երկարաժամկետում էլի կարծես թե հաջողության չեն կարողանա հասնի կամ այդ խնդիրը ամբողջությամբ միգուցե չլուծվի։ Նման տիպի արդեն դեպքեր ի նկատմամբ AI-ի օգտագործմամբ խորհրդատվական ոլորտում որոշակի դեպքեր տեղի են ունեցել եւ որոշակի հնչեղություն ստացել են տարբեր երկրներում, եթե չեմ սխալվում Ավստրալիայում մի այդպիսի դեպք տեղի էր ունեցել։ Այսինքն նաեւ դա շատ հեշտ բացահայտելի է։ Այո, հա, ու իրոք պետք է զերծ մնալ AI-ով գեներացված, այսպես ասած, նյութը խորհրդատվական աշխատանքի տեղ հաճախորդին տրամադրելուց, դա կարծում եմ ամենասխալ բանն է։ վստահ եմ ուսանողներն էլ որոշ չափով այդ գործիքները օգտագործում են, բայց մի փորձ կատարեցինք աշխատանքի տեղը, երբ գալիս են նոր գործընկերներ, որ մեզ մոտ աշխատանքի պետք է անցնեն, մենք իրենց առաջադրանք ենք տալիս, շատ կարճ առաջադրանք, որը տենց 1.5 ժամում հնարավոր է իրականացնել։ Ստանում ենք ֆայլ յուրաքանչյուր անգամ շատ գեղեցիկ գրված, title-ներով, description-ներով, մանրամասն, նամակի օրինակ, ռազմավարության օրինակը եւ այլն, բայց դրանից հետո որոշեցինք նաեւ փոքրիկ տեստ անել։ Երբ պոտենցիալ աշխատակիցը պետք է ներկայացնի այդ ամենը, ինչ որ ինքը այդտեղ գրել է։ Եվ 2-3 հարց տալով, շատ բարդ հարցեր չէ, էլի, ինչ որ ուղղակի գրված բառը ինչ է նշանակում գրված բառը։ Միանգամից դու հասկանում ես, մարդը խորապես օգտագործել է AI-ը որպես ուղղակի ասիստենտ, գործիք, որը տեքստի վրա է աշխատել, թե որպես intelligence-ը միմիկա անելու ինչ որ մի գործիք։ Դե տեսեք, ցանկացած աշխատանք, երբ որ դու ինքդ ես իրականացնում, դու խորանում ես դրա մեջ, չէ, դու սկսում ես վերլուծել եւ դա դառնում է քո կատարած աշխատանքը, որի համար դու կրում ես նաեւ պատասխանատվություն։ Այո։ Երբ այդ աշխատանքը քո տեղը իրականացնում է AI-ը, դու չես կարող լիարժեք տիրապետել բոլոր նյուանսներին եւ այդքանով հանդերձ արդեն ինքը քո կատարած աշխատանքը չի։ Բնականաբար հարց է առաջանում ինչպես օգտագործել այդ AI-ը եւ իրոք կախված է ոլորտից, որովհետեւ ոլորտներ կան, որ միգուցե շատ լավ կարող է աշխատանքն իրականացնել, եթե դու կարողանում ես ճիշտ հրամաններ տալ եւ կարողանում ես հետո վերահսկել ստացած արդյունքը։ Եվ այն, որ ասում է քրիտիկական մտածողություն, այստեղ եւս շատ կարեւորվում է, որովհետեւ AI-ը կարող է քեզ տալ որևիցե մի բովանդակություն, բայց եթե դու քրիտիկորեն չես մոտենում այդ տված բովանդակությանը, ստացվում է, որ այնտեղ կարող են լինել սխալներ, որոնք դու ներկայացնում ես որպես քո աշխատանք, դրանով եւս ավելի խոցելի դարձնելով քո կատարած աշխատանքը։ Ինչ որ առումով ես հետեւյալ գաղափարը նաեւ կարդացի, բլոկչեյնը տարիներ առաջ բոլորը խոսում էին բլոկչեյնի մասին, ինչպես է տեխնոլոգիական աշխարհը վերափոխելու բլոկչեյնը, միգուցե որոշ առումով եղավ, բայց այս պայդրությամբ այնպես չի, որ տեխնոլոգիաներում բլոկչեյնը շատ են օգտագործում, ինձ թվում է AI-ը կշարունակի իր ճանապարհը, բայց էլի այդ ցենց ամպերը ինձ թվում է մի քիչ իջնեն զարգացման տեսանկյունից, որովհետեւ կազմակերպությունները կառնչվեն նաեւ ծախսերին։
Բոլորը ոչ մեկ չի խոսում ծախսի մասին, թե AI գործիքը ինչքան արժի հիմա կազմակերպության համար կամ չիպերը, որոնք որ օգտագործվելու են, ինչ գին են ունենալու ապագայում, ինձ թվում է համաձայն եք այդ գաղափարի հետ, որ ինձ թվում է մոտ ապագան ցույց կլինեն կտա այդ զարգացումները։ Իհարկե մենք մտել ենք մի process-ի մեջ, որի շարունակական զարգացումը անխուսափելի է։ Եթե օրինակ մի քանի տարի առաջ կամ տասնամյակ առաջ թեկուզ ուսանողներ, քան որ խոսում ենք նաև այդ պերսպեկտիվայից, կարողանում էին հասկանալ ինչ մասնագիտություն պետք է իրենք ընտրեն եւ այլն, իմ կարծիքով այսօր մի փոքր նույնիսկ մասնագիտության ընտրությունը շատ չասեմ հարցականի տակ է, բայց անորոշ է այնքանով, որ շատ իրոք անհասկանալի է 5 տարի հետո որոնք են լինելու պահանջված մասնագիտությունները եւ ինչպես է AI-ը փոխելու ընդհանուր առմամբ տարբեր աշխատանքների բնույթը եւ իրոք մի փոքր դժվար է հիմա պատկերացնել, թե ապագա 5 տարի, 10 տարի հետո որոնք են լինելու պահանջված մասնագիտությունները եւ ինչ ուղղությամբ պետք հիմա նոր ուսանողը կամ դպրոցականը մտածի եւ ինչ գիտելիքներ ու ինչ կրթություն պետք է ստանա ապագայում մասնագիտություն ընտրելու համար։ Իմ կարծիքով այդտեղ ձեր դեպքը ուղղակիորեն առնչվում է հենց այդ ասած փաստի հետ, որովհետև համալսարանը ավարտելուց հետո դուք նաև տարբեր որակավորումներ եք ստացել, որը ձեզ տվել է նաև այդ մասնագիտական գիտելիքները եւ փորձը շուկայում ընդմիշտ արդիական լինելու համար, կարծում եմ ձեր դեպքը կարող են ուսանողները որպես օրինակ վերցնել։ Կարող եք մի թեթև խոսել այդ ընթացիկ ստացած որակավորումների մասին։ Ընդհանրապես շարունակական կրթությունը թերևս ամենակարևոր բաղադրիչներից է մասնագիտության զարգացման որպես մասնագետ կայանալու եւ ձևավորվելու հարցում, որովհետեւ իմ կարծիքով համալսարանական կրթությունը նրա մասին է, որպեսզի քեզ սովորեցնի ինչպես սովորել։ Թերևս համալսարանը ամբողջապես կարծում չի կարող համալսարանից դուրս գալ ձևավորված մասնագետ, պետք է յուրաքանչյուր ավարտած ուսանող եւ ընդհանրապես ցանկացած մասնագետ շարունակական կրթություն ստանա։ Նախ առաջինը, որովհետեւ ժամանակի ընթացքում նորություններ են ի հայտ գալիս, ժամանակի ընթացքում նոր թեմաներ են ի հայտ գալիս եւ միշտ պետք է մնալ նոր կրթական լուծումները յուրացնել եւ նոր գիտելիքներ յուրացնել եւ աշխատել մասնագիտական ունակությունները բարելավելու համար, որպեսզի շուկայում նաև լինես մրցունակ։ Այդ առումով օրինակ կարող եմ վերջի իմ փորձառությունը բերել, մենք մի քանի տարի առաջ Grant Thornton-ը առանձին խորհրդատվական ծառայությունների ճյուղ հիմնեց կայուն զարգացման, ESG եւ կայուն զարգացման թեման, որը հիմա շատ տարածված է եւ բավականին ակտուալ է։ Եվ բնականաբար կարիք կար նման մասնագետներ առանձին վերցրած Հայաստանում բնականաբար տարբեր ոլորտներում կան, հա, շրջակա միջավայրի պաշտպանության, biodiversity եւ այլն կամ կլիմայի հետ կապված, բայց որպես այդպիսին կայուն զարգացման մասնագետ թերևս չկա, հա։ Եվ բնականաբար, որպեսզի կարողանաս այդ խորհրդատվական ծառայությունների ուղղությունը ղեկավարես, դու ինքդ պետք է կրթվես։ Դրա համար ես վերցրեցի ուրեմն Օքսֆորդի համապատասխան ծրագիրը, որպեսզի կարողանամ իմ գիտելիքները խորացնել այդ ուղղությամբ։ Սա օրինակներից մեկն է, որ ինչպես է զարգանում, այսպես ասած, տնտեսությունը եւ ինչ նոր թեմաներ են ի հայտ գալիս, որի շրջանակներում անդադ կարիք կա կրթվելու եւ գիտելիքները թարմացնելու։ Դուք այն եզակի մասնագետներից եք, որ աշխատել եք տարբեր երկրներում, ոչ թե մեկ շուկայի վրա եք կենտրոնացած եղել, Մերձավոր Արևել, Կենտրոնական Ասիա, Եվրոպա, Մոնղոլիա, շատ հետաքրքիր կլինի ձեզնից լսել այդ մշակութային տարբերությունների մասին։ Մենք այդ երկրների հետ միգուցե ուղղակիորեն առնչություն չենք ունենում, եւ հետաքրքիր է աշխատանքային տեսանկյունից պատկերացնել, թե ինչպես են մարդիկ այդ երկրներում աշխատում, բիզնես մշակույթի ինչ տարբերություններ կան։ Թերևս երևի պետք է սկսեմ նրանից, թե ինչպես է այդպես ստացվել, որ աշխատել եմ տարբեր երկրների հետ, Grant Thornton Հայաստանը
հիմնել է գրասենյակներ տարբեր երկրներում, փաստացի Grant Thornton Հայաստանը ռեգիոնալ ընկերություն է եւ մենք ունենք մեր գրասենյակները տարածաշրջանի մի շարք երկրներում, այս պահի դրությամբ Վրաստանում, Լիբանանում, Տաջիկստանում, Ղրղստանում եւ Մոնղոլիայում եւ բացի դրանից նաեւ լինելով միջազգային մեծ ցանցի անդամ մենք նաեւ աշխատում ենք մեր Grant Thornton International-ի ցանցի անդամ տարբեր երկրների հետ եւ շատ տարբեր շուկաներում։ Ահա այստեղից է այդ հնարավորությունը ստեղծված տարատեսակ բիզնեսների հետ տարբեր երկրներից շփում ունենալու եւ պրոյեկտներ իրականացնելու։ Սովորաբար կարծես հակառակն է լինում։ Այլ երկրում կա այդ ղեկավար մասնաճյուղը ու տենց համեստաբար Հայաստանում էլ ներկայացություն են բացում։ Այո, բայց մեր պարագայում պետք է հպարտորեն արձանագրենք, որ Grant Thornton Հայաստանը իմիջիալից լինելով նաև հայաստանյան շուկայում թերևս ամենամեծ եւ ամենաառաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը, եթե ոչ առաջինը, թե հաճախորդների թվով, թե շրջանառությամբ եւ այլն, ունի ռեգիոնալ ներկայացվածություն։ Եվ փաստացի մենք գիտելիք արտահանող ընկերություն ենք։ Տեսեք, տարբեր երկրներում բնականաբար պայմանավորված մշակույթով, բիզնես մշակույթը եւս տարբեր է, միջին արևելքի երկրներում այլ է, կենտրոնական Ասիայի երկրներում այլ է։ Եթե ասեմ շատ տարբերվում է մեր բիզնես միջավայրից, գիտեք, կարծում եմ Հայաստանը իր նաև դիրքով եւ մեր մշակույթով թե մոտ է միջին ասիական երկրների մշակույթին, որովհետեւ կերպ թե մոտ է միջին արևելքի մշակույթին, հա։ Հետևաբար այդ առումով մենք բավականին լավ դիրքում ենք եւ կարողանում ենք շփվել տարբեր երկրների մշակույթների, բիզնես մշակույթների հետ։ Դրան նպաստում է թե լեզվական ունակությունները, որովհետեւ մենք խոսում ենք տարբեր լեզուներով, այդ թվում ռուսերեն, որը շատ տեղին եւ օգտագործելի է լինում միջին ասիական երկրների պարագայում, թե շատ լավ կարողանում ենք հասկանալ իրենց բիզնես մշակույթի էլեմենտները։ Իհարկե, երբ խոսում ենք Մոնղոլիայի մասին, քան որ հարց տվեցիք մասնավորապես Մոնղոլիայի հետ կապված, մի փոքր ինձ թվում է այլ է, մշակութային շատ հետաքրքիր էլեմենտներ կան, որոնք բիզնես միջավայրում երևում են եւ պետք է հաշվի առնել։ Տարիներ առաջ, երբ առաջին անգամ գնացի Մոնղոլիա ծրագիր իրականացնելու, բնականաբար միշտ նաև ուսումնասիրում եմ բիզնես էթիկան, հասկանալու համար ինչն է կարելի, ինչը չի կարելի, ինչպես են մարդիկ շփվում եւ այլն, եւ այդ առանձնահատկությունները միշտ պետք է հաշվի առնել, որովհետեւ ինչքան էլ դու քո մշակույթից ես ելնում եւ այլն, բայց բիզնես էթիկան խորհրդատվության մեջ եւս շատ կարեւոր է եւ կարեւոր է, որպեսզի դիմացինը նաեւ տեսնի եւ հասկանա, որ դու հարգում ես իրենց մշակույթը եւ դա նաեւ վստահության կարծում եմ ձեռքբերման մի հնարավորություն է։ Այսինքն ամեն երկրում ստացվում է վստահություն ձեռք բերելու մեթոդը կարող է տարբեր լինել։ Նույն կերպ չկարողանան հասկանալ, թե ինչն է անկեղծ, ինչը անկեղծ չէ, ինչ որ տեղերում կարող է պետք է ավելի շատ խոսել, թե չէ, թե դիտարկելի չէ այդ դեպքը։ Նախ, եթե խոսում ենք խորհրդատվական աշխատանքի մասին, կարծում եմ ամենակարևոր բանը դա ազնիվ լինելն է քո աշխատանքում եւ հաճախորդին իրոք հասկանալը եւ իր կարիքները ճիշտ գնահատելը, որովհետեւ երբ դու ճիշտ հարցեր ես տալիս եւ կարողանում ես հաճախորդի կարիքները ճիշտ գնահատել եւ շատ բաց ու անկեղծ խոսալ, վստահություն կարողանում ես ձեռք բերել։ Բնականաբար դրան նպաստում են նաեւ մշակութային էլեմենտները։ Կարծում եմ բավականին, այո, կարևոր է այդ առումով, որովհետև մարդը երբ տեսնում է, տեսեք նույն լեզվական առումով, հա, երբ դու խոսում ես դիմացինի լեզվով, դա ամենակիչը շատ հաճելի է եւ կարողանում ես նաեւ շատ արագ կոնտակտ հաստատել եւ հարաբերություններ կառուցել։ Դրա համար մշակութային էլեմենտը եւ բիզնես էթիկան այդ ամեն ինչի համատեքստում ինձ թվում է բավականին կարևոր է։ Եվ
քանի որ արդեն մոտենում ենք մեր էպիզոդի վերջին հատվածին, ես շատ կուզեի դուք ներկայացնեք ձեր պատկերացումները, թե ինչ կարող է անել ուսանողը, եթե ցանկություն ունի սկսել իր կարիերան, նախ առաջին հերթին արժի կարիերան սկսել խորհրդատվական ծառայություններով, թե ձեր օրինակով պետք է տարբեր ընկերություններում աշխատել, թե չէ, բայց ինչ անի ուսանողը, երբ ունի ցանկություն աշխատելու խորհրդատվական կազմակերպություններում, կապ չունի որտեղ, այլ ավելի ընդհանրական տեսանկյունից։ Մենք ունենք շատ աշխատակիցներ, որոնք իրենց կարիերան հենց սկսել են մեզ մոտ, հա, խորհրդատվական բիզնեսում, մեզ մոտ եւ ուսանող դինելուց։ Կարծում եմ, որպես փորձառություն շատ հետաքրքիր փորձառություն է, որովհետեւ նույնիսկ եթե դու ավարտում ես կոնկրետ մի ֆակուլտետ, հետ գալով ֆրանսիական համալսարանին, օրինակ մարքեթինգի կամ կառավարման եւ այլն, ֆինանսներ, խորհրդատվական ոլորտը քեզ թույլ է տալիս նաեւ քո տարբեր առարկաների ստացած գիտելիքները մեկտեղել եւ թե մարքեթինգի, թե ծրագրերի ղեկավարման, որտեղ նման տիպի առարկաներ մեր ժամանակ կար եւ կարծում եմ հիմա էլ պետք է որ լինեն, կարողանում ես այդ գիտելիքները կիրառության մեջ տեսնել եւ փորձառություն ձեռք բերել եւ ձևավորվել որպես բազմապրոֆիլ մասնագետ։ Բնականաբար հետո կարիերայի ընթացքում գալիս է մի պահ, երբ պետք է որոշում կայացնես, ուզում ես ավելի նեղ մասնագիտության մեջ խորանալու, թե ուզում ես գնալ դեպի ավելի բիզնես միջավայր, բայց դա որոշակի փորձ ունենալուց հետո կարծում եմ նման հարցին հնարավորություն պետք է լինի պատասխանել։ Մյուս կողմը իհարկե այն տարբերակն է, ինչը որ ես եմ ունեցել, հա, տարբեր ոլորտներում աշխատելու, հետո նոր անցնելու խորհրդատվության ոլորտին։ Ամեն դեպքում պետք է նշեմ, որ խորհրդատվության ոլորտում աշխատանքը դա արդյունքը երևում է տարիների ընթացքում։ Այսինքն, քանի որ խոսեցինք արդեն բավականին տարատեսակ աշխատանքներ է իրականացնում, բավականին պահանջկոտ է ոլորտը եւ այլն, արդյունքի հասնելու համար որոշակի տարիներ են անհրաժեշտ, որովհետեւ դու հասկանաս խորհրդատվական բիզնեսը ձևավորվես որպես խորհրդատու, տարբեր գիտելիքները կարողանաս մեկտեղել, դրա համար պետք է փորձ եւ այդ փորձը խորհրդատվությունում չի ձևավորվում 1-2 տարվա ընթացքում։ Ինչպես նաեւ աուդիտում, տեսեք, կան այնտեղ տարբեր գրեյդեր, հա, տարբեր մակարդակներ եւ պետք է կարողանաս անցնել մեկից մյուսը։ Խորհուրդ արդյոք իմաստ ունի եւ արժի խորհրդատվական բիզնեսում կարիերա ձևավորել միանշանակ, որովհետեւ սա թերևս ամենահետաքրքիր եւ ամենադինամիկ ոլորտներից մեկն է, որտեղ դու տեսնում ես շատ տարբեր բաներ, սովորում ես շատ տարբեր ոլորտներից, ինդուստրիաներից, տարբեր ուրեմն դիսցիպլինաներից եւ միանշանակ իմաստ ունի եւ խորհուրդ կտամ։ Բայց սրա համար պետք է քրտնաջան աշխատել։ Սրա համար պետք է թե տեխնիկական գիտելիքներով զինվել, թե ժամանակի ընթացքում soft skill-եր ձևավորել, որպեսզի կարողանաս հաջողության հասնել։ Մասնավոր ոլորտի կազմակերպությունների տարբեր ղեկավարներ, մենեջերներ զրույցների արդյունքում միշտ նշում են, որ հենց բիզնես կազմակերպության մեջ միշտ ինչ որ կետի են հասնում, որ այլևս սկսում են նոր բաներ չուսումնասիրեն, կամ աշխատանքը դառնում է շատ ադմինիստրատիվ։ Այսինքն մենեջերիալ ինչ որ կետի հասնելուց հետո ուղղակի արդեն մարդկանց ղեկավարման կամ ռազմավարական ինչ որ բաներ հարկավոր լինի անել եւ իմ պատկերացումով, եթե իհարկե թույլ կտաք, նույն խորհրդատվական կազմակերպությունում կարիերա շարունակելը կամ միգուցե հենց այդտեղից սկսելը կարծես այդ լուծումը լինի, որովհետեւ եթե մի կազմակերպությունում ես, որ շուկան կոնկրետ պատկերացնում ես, գիտես գործընթացները, ինչ որ պահ է գալու, որ կամ պետք է խորանաս հենց ադմինիստրատիվ ղեկավարման մեջ ունենաս տասնյակ աշխատակիցներ, բայց դա էլ ոնց որ մասնագիտորեն այդքան աճ չլինի։ Համաձայն եք այդ մտքի հետ։ Կա նման բան, երևի թե, որովհետև օրինակ ես վերցնեմ իմ նախկին փորձառությունից, հա, երբ լինում ես ֆինանսական բաժնում, հա, երբ ամեն ամիս ենթարենք պատրաստում ես նույն ֆինանսական հաշվետվությունները, անում ես նույն անալիզները կամ նույն ընկերության համար նույն բյուջետավորման process-ն ես կազմակերպում, բնականաբար որոշակի պահի դա դառնում է արդեն ռուտինա եւ ստացվում է ամեն օր նույն գործն ես իրականացնում։ Գալիս է մի պահ, երբ պետք է կամ փոխես
որոշակիորեն աշխատանքը, դա էլ կախված է ընկերությունից, կախված է հնարավորություններից այդ ընկերությունում, կամ պետքա ոլորտը փոխես, կամ պետք է արդեն դիտարկես ավելի մենեջերիալ, հա, աշխատանք իրականացնելու հնարավորություն, այսինքն դա կարիերայի մեջ հերթական քայլերն է։ Ամեն մարդ երևի թե ինքը գիտի, գնահատում է իր պոտենցիալը եւ գնահատում է իր ունակությունները եւ նաեւ ելնելով իր ցանկությունից կարողանում է հասկանալ պետք է ավելի նեղ մասնագիտական կարիերա իրականացնի, որտեղ դրա հնարավորություններն էլ միշտ կան, հա, չլինի X ոլորտում, կլինի Y ոլորտում եւ չլինի մի կազմակերպությունում հնարավորություն կա, որ կարող է լինել մեկ ուրիշ կազմակերպությունում։ Կամ գնալ դեպի ավելի ղեկավար պաշտոնների, որը չի նշանակում մասնագիտության մեջ չմնալ, իմ կարծիքով չի նշանակում չիրականացնել նաև մասնագիտական աշխատանք, որովհետև նույն ղեկավարումը դա էլ դժվար աշխատանք է, այսինքն նախարարին ամեն մեկը զուտ լավ մասնագետ լինելով ինչ-որ մի հարցում, դա դեռ չի նշանակում, որ դու կարող ես լինես լավ ղեկավար։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպվածություն, դրա համար անհրաժեշտ է ղեկավարելու ունակություններ եւ հատկություններ, դրա համար անհրաժեշտ է խնդիրներ լուծելու ունակություն, հա, որովհետեւ ղեկավարը բախվում է ամեն օր տարատեսակ խնդիրների հետ։ Եթե զուտ նեղ մասնագետը իր ոլորտում լուծում է մասնագիտական հարցեր, ղեկավարը նաեւ ուզի թե չուզի անդրադառնում է շատ տարատեսակ խնդիրների, այդ թվում նաեւ ստաֆի ղեկավարման, հա, աշխատակիցների, որը էլի հեշտ գործ չէ, մանավանդ երբ խոսքը գնում է երիտասարդ աշխատակիցների, որ եւ տեսնում ենք ոնց են նաեւ պահանջմունքները տարբեր, հա, տարբեր սերունդների եւ այլն, պետք է կարողանաս այդ ունակությունները ունենալ տարբեր խնդիրներ լուծելու։ Եվ ամենավերջում, որը կլինի ձեր խորհուրդը ուսանողին։ Մեր ոդկասթը նայում են ինչպես շրջանավարտներ, այդպես էլ ներկա ուսանողներ եւ դիմորդներ, որը կլինի համապարփակ խորհուրդը ֆրանսիականի ուսանողին։ Ուսանողական տարիները այդ ժամանակը ճիշտ եւ էֆեկտիվ օգտագործել, չվատնել ժամանակը, կենտրոնանալ ուսման վրա, փորձել ուսանողական տարիների ընթացքում նաեւ որոշակիորեն փորձառություն ձեռք բերել internship-երի միջոցով, տարբեր աշխատանքների իրականացման միջոցով, բայց այնպես որ մեկը մյուսին չխանգարի։ Որովհետեւ երբեմն լինում են դեպքեր, որ ուսանողները ավելի կենտրոնանում են ինչ-որ աշխատանքների վրա, թեկուզ ոչ մասնագիտական, եւ իմ կարծիքով որոշակիորեն ուժում է նաեւ կրթությունը։ Այսինքն պետք է կարողանալ ճիշտ համադրել եւ մյուս խորհուրդը շարունակական կրթություն, ինքնակրթվել եւ նույնիսկ համալսարանը հենց ավարտելուց հետո չկորցնել այդ ժամանակը, քանի երիտասարդ են, քանի ունեն համեմատաբար ավելի ժամանակ, միանգամից անցնեն մասնագիտական որակավորումներ։ Իհարկե կախված է թե ինչ ոլորտում ես դու քեզ տեսնում, ինչ ոլորտում ես ուզում կարիերա ձևավորել, բայց յուրաքանչյուր ոլորտում էլ կան մասնագիտական որակավորումներ եւ կարծում եմ ինչքան շուտ սկսեն ուսանողները մտածել դրա մասին, այնքան ավելի կլինեն մրցունակ աշխատաշուկայում եւ շարունակական կրթությունը եւս մեկ անգամ նշում եմ շատ կարեւոր է։ Երբեք չպետք է մտածել, որ դու ամեն ինչ գիտես եւ բավարար է։ Ոչ, միշտ պետք է կարողանաս քո գիտելիքները թարմացնել եւ մնալ ակտուալ։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ այս շատ կարևոր եւ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ընկերներ, դուք դիտում եք UFAR Alumni Podcast-ը, մեր այսօրվա հյուրն էր Ազատ Մանուկյանը։